Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր սեպտեմբերի 17-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի»։ Իհարկե պատասխան խոսքը կա և Նիկոլ Փաշինյանի և Ալիևի, դրան կանդրադառնանք, բայց ինչ է սա նշանակում։ Օգոստոսի 8-ին ոնց որ այս ամեն ինչը ասվեց, բայց հիմա պարբերաբար կրկնելու իմաստը այն էլ գրավորվորն է, բանավոր երբ որ խոսում է Ադրբեջանի անունն էլ է Թրամպը աղավաղում Հայաստանին էլ, լավ, համարենք դա այդպես, բայց իմաստը նորից հիշեցնելու։ Լավ, հասկացանք, նաև ասում է, որ 7 պատերազմ եմ կանխել, ոնց դնում ենք հաշվում ենք 7 պատերազմ չկար, որ ինքը կանխել է, մտածում ենք, որ երևի նաև եղել է պատերազմ, որ եթե չկանխեր կարող է ալներ, այսինքն տենց ավանսով կանխել է, բայց լավ, էդ էլ հասկացանք, բայց իմաստը հիմա հիշացնելու։ Ժորժ ջան, լուրջ իմաստ պետք չի սրա մեջ փնտրել, որովհետև ընդամենը մի քանի օր է մնացել հոկտեմբերի 6-ից 13-ը, որտեղ կոնկրետ օր չի նշվում, հոկտեմբերի 6-ից 13-ը նախապես կասեն, որ օրն են նիստ անելու և որոշեն Դոնալդ Տրամպին խաղաղության Նոբելյան մրցանակ տալիս են, թե չէ, դե մի ամսից պակաս ժամանակ է մնացել։ Հիմա իրան պետք է, որ նորից հիշեցնի աշխարհին, որ ինքը խաղաղություն է բերել։ Ու նաև ամենահարմարը որն է, Ադրբեջան, Հայաստան, փոքր պետություններ են, գործը հեշտ է, էլի, այդ շատ սկանդալային կերպարներ չեն, բան չեն, որ ասենք աշխարհի համար հայտնի, որ ասեն դե լավ, էլի, ինչ պատերազմ ես կանխե։ Պակիստանը գրեց բան Նոբելյան մրցանակ, ամոթ չի այն մարդ, իշ Պակիստան, կամ Նեթանյահուն Գազայում դրած մարդկանց բնաջնջումը քեզ խաղաղության Նոբելյան մրցանակը ներկայացնում։ Ամենահարմարը դա էր, որ ելներ Ալիևը եւ Փաշինյանը, տենց փոքր երկրներ, բացի դրանից էլ, երբ որ Դոնալդ Տրամպը որևէ պետության ղեկավարի մեծ հաջողություններ է ասում, հասկանում ենք դա իրան է պետք, հատկապես ինչի համար։ Եվ երկրորդ, իսկ ինչա, ինքը վատ հաջողություններ է շռայլում դիկտատոր Կիմ Չեն Ընի հասցեին, չենք լսել, անգամ իրար կարոտում են, ուզում են իրար տուն գնալ, բան անել, սաղ օրը հարցնում են ոնց եք, ինչ եք, երեխեքը ոնց են։ Ինչի Լուկաշենկոն հիմա արդեն լուրջ առաջնորդ չի, հասկացանք, կալանավորներին բաց է թողել Տրամպի միջնորդությամբ, բայց դրանից 94 թվականից 30 տարի ավել նախագահ աշխատած, իսկ վերջի շրջանում արդեն դիկտատոր դառած Լուկաշենկոն արդեն դառավ լուրջ լիդեր, որին ասենք Դոնալդ Տրամպը պետք է տենց հաջողություններ շռայլեր, ինչա թե իր ասածը արել, դա արժեզրկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հենց կերպարը, որ նա պետք է այտենց ձևով չարտահայտվի, եթե իր ասածը անել են, բայց դա իր խնդիրն է, մեզ վերաբերվող մասը նայենք, սա մեզ ոչինչ չի տալիս։ Նախ մի քանի ժամ շփվելը բավարար չի, որ մեկին ասես ընկերս, ուրեմն նշանակում է ոչ քաղաքական ընկերությամբ իրանք քո տրամաչափի չեն, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Իսկ մարդկային ընկերության համար 2 ժամով եթե ասում ես, որ մեկը իմ ընկերն է, ուրեմն ընկերություն հասկացողության մասին բացարձակ գաղափար չունես։ Ոնց որ եթե մեկը ասում է շատ ընկերներ ունեմ, նշանակում է ինքը պատկերացում չունի ընկեր բառը որ դեպքում են օգտագործում։ Այլապես ասում ես աշխատանքային ընկեր, դաս ընկեր եւ այլ եւ այլ։ Անպայման բառը կպցնում ես, որ ինչի նկատի ունես, որ այդ ընկերությունը պայմանավորված է սրանով։ Իսկ ընկեր եթե ասես, դա չի կարա շատ լինի, այն էլ մի 2 ժամվա շփման պարագայում։ Նշանակում է դա թողենք ուղակի Դոնալդ Տրամպի քայլին, թե ինքը ի վերջո արդյունքում ինչ է ուզում այս աշխարհից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գրառում էր արել, նշելով կրկին շնորհակալություն նախագահ Դոնալդ Տրամպին Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։
Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և թրիփի իրականացման ուղղությամբ, այսինքն Թրամփի ուղու մասին է խոսքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը գրել է. «Շնորհակալություն նախագահ Դոնալդ Տրամփ, ձեր արտահայտած ջերմ խոսքերի համար, ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջ մղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում»։ Էլի ամփոփեմ ու անցնենք առաջ։ Մեզ համար սա ոչինչ չի նշանակում։ Ու մեր հետ գրեթե որևէ առնչություն չունի, որովհետև ամսի 8-ից մինչև այսօր ոչինչ չի փոխվել, որպեսզի սա արտահայտելու իմաստը լիներ։ Իսկ առհասարակ հիմա մենք նայենք նաև այն իրավիճակը, որում ասենք մենք հայտնվել ենք, որ կարողանանք նաև այդ գնահատականը տալ։ Ի վերջո շատ է ալնում, չէ, որ մեր մոտ, երբ որ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, ասենք ասում ենք այսպես, մարդիկ են ելնում, ասում են, ախր մենք գնացինք, ընտրեցինք հեղափոխություն եւ այլ, ախր մենք ինչա սխալ ենք արել, ժողովուրդ ջան, բերեք այսպես հասկանանք։ Էլի եմ անդրադարձել այդ թեմային, բայց մի հատ էլ հասկանանք։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ձեռքերի վրա եկավ իշխանության, նա ուներ հսկայական վստահություն։ Ժամանակի ընթացքում աշխատում, սխալներ, տարբեր բաներ, բայց հո մի անգամից առաջի սխալի ժամանակ դու չես ասում, վերջ, ես որ արեց, վերջ։ Գալիս մի պահ, երբ որ արդեն հատում է այդ կարմիր գիծը, անդառնալիության գիծը, վերջ, դրանից հետո ինչ դրական բան ուզում անի, այլևս ինքը չի կարող սրբագրել այն, ինչ որ կատարվել է, վերջ։ Դա եղել է 96 թվականը, երբ որ տանկերը հանել է նախագահական ընտրությունների ընթացքում։ Տանկերը հանել է փողոց և կանգնել է պաշտպանության նախարարն ասել է 100%-ով էլ ձայն ստանան դիմությունը իշխանություն չենք տալու, ներքին գործերի նախարարն ասել է եթե բարձրանային նախագահական 800-ից 1000 հոգի պիտի սպանեինք։ Բայց նույն մարդիկ խոստովանել են, որ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հաղթել, երկրորդ փուլ պետք է լիներ։ Եվ այստեղ ընդհանրապես կապ չունի թե մրցակիցնով էր դուք նրան ընդունում եք, թե չէ։ Մենք խոսում ենք իշխանության մասին, կոնկրետում ձեռքը իշխանությունն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ պահին անցավ արդեն այդ անդառնալիության գիծը։ Դրանից հետո ինքը ինչ ուզում անի, աշխարհի բոլոր բարերարություն, չգիտես ինչ ուզում անի։ Միևնույն է, այլևս վերջ։ Եթե դու ասես բալավ ինքը այս բանը լավ չի անում, նշանակում է դու արդարացնում ես այն, ինչ որ ինքը արել է։ Այս է խնդիրը։ Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանը, որ ընտրվում էր, եթե իհարկե ընտրվում էր, պարզավոր խախտումներ եղավ, անգամ կեղծ տեղեկանքով, շատ-շատերը նրան Հայաստանում պաշտպանում էին։ Անգամ նույն հրաժարական տված Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կեսը Ռոբերտ Քոչարյանի համար էին աշխատում։ Ու երբ որ եղել է, բնական է նրա մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, ինչի մասին է խոսքը։ Պարզավոր ասենք ես իմ նման շատ-շատերը բնական է դա, քննարկելու բան էլ չէր, որ պիտի Կարեն Դեմիրճյանին ընտրեին։ Բայց այդ նույն մարդկանց դու էլի չես մեղադրել, որ բա դուք ինչի ընտրեցիք նրան, ասում էր եղբայր, լա մի րոպե։ 98 թվին Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնում էր, Արցախը կանգնեցիր, պատերազմ խաղաղություն լրջանալու պահը ասեց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ասեց գալիս եմ Արցախի հարցը լուծեմ։ Բա մենք ում ընտրեինք։ Իսկ Կարեն Դեմիրճյանը կանգնեց 88 թվին ասեց Արցախը գրպանը սա հանեմ տա։ Բա մենք դրամա էլ գնացել ենք Ռոբերտ Քոչարյանի կողքն ենք կանգնել։ Ես չեմ մեղադրում նրան, որ նա 98-ին կանգնել է Ռոբերտ Քոչարյանի կողքը։ Ոչ էլ մեկին, որ 88 թվին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքն է կանգնել։ Բայց երբ որ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանն ընտրվել էր, 99 թվականի հոկտեմբերի 27-ը չէր եղել։ 2001 թվականի Արագած սրճարանում չէին իր հրահանգով տվել մարդուն սպանել։ Չէր եղել ապրիլի 12-ը, որ մարդկանց դեմ փողոցում զորք հանեց դեմները, Արցախից էլ հրոսակախումբ բերեց։ Չէր եղել մարտի 1 եւ այլ։ Այսինքն եթե դու 98 թվականին տենց ես որոշե, ես քեզ չեմ մեղադրում, բայց երբ որ դու այսօր ես
նրա կողքը։ Երբ որ այդ ամեն ինչը արդեն գիտես, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի ես հեղափոխությանը չեմ մասնակցել, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին է ձայն չեմ տվել, բայց դրական եմ վերաբերվել, որ իշխանափոխություն է եղել։ Ազգային զարթոնք էր, մարդիկ փողոց էին լցվել, պայքարում էին, մերժենք Սերժինը, մենակ Սերժը չէր, 20 տարվա այդ համակարգն էր։ Ամբողջ աշխարհով մարդիկ ցնծության մեջ էին։ Ինչպես կարելի է դա դրական չհամարել։ Ես ոչ չեմ մեղադրում մարդուն, որը 2018 թվականին դուրս է եկել պայքարի։ Այսինքն մարդուն մեղադրես, որ ինքը ազնիվ է եղել։ Այդ հետո է կատարվել նա, որ տեսել ենք ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի համար էլ ես ինձ համար կարմիր գիծը նա է, որ նա ազգային ժողովի ամբիոնից ասեց, Արցախը արդեն հանձնած էր, թե մենք թղթերը նայեցինք, ոչի բան չէր ելնելու, մենք դա պետք է հանձնեինք, նույնը պետք է լիներ առանց զոհերի։ Բայց ով կթողեր հանձնեմ, եթե պատերազմ չլներ։ Վերջ, դա կարմիր գիծ է։ Այսինքն կարող է դու 18 թվականին ինչ-որ սխալներ տեսնել, ասել, դե լավ, ոչինչ, մի ժողովրդի ձեռքերով եկել է իշխանության։ Կարող է 19 թվականին է սխալներ տեսնել։ Չես կարող մարդուն մեղադրել, որ նա ազնվորեն հավատացել է։ Բայց ես նույն մարդկանց ասում եմ, հարգելիս, բայց դու այսօր 25 թվականն է, չէ՞։ Դու այսօր 25 թվականին գիտես, չէ՞, ինչ արել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ես այսօր եմ հարցնում, եթե այսօր դու այդ արածներին համաձայն ես, դու քո ձեռքը արյունոտ ես անում այդ բոլոր ամեն ինչի, որի մեջ նրանք ներքաշված են եղել։ Իմ ասածը սա է։ Ու մի զարմացեք, որ կաղա 18 թվականին մեկը Նիկոլ Փաշինյանին net չի քննադատել, ոնց որ 25-ին։ Որտեղ 18 թվականին այդքան բանը դեռ արած չէր։ Ես ոչ մեկի նկատմամբ պսիխոզ չունեմ, որ նրա անձնականը քննադատեմ։ Այս ինչի է մեկը բարձրահասակ, մեկը կարճ, ինչի ասենց, ինչի անենց։ Բան պետք է արածելի, չէ՞, բայց հիմա այդ արածը ակնհայտ է։ Քրեական օրենսգիրքը կբացես, իմանալ չհայտնելու համար մարդուն դատում են։ Ասում է դու փողոցով քայլում էիր, գործից տուն էիր գնում։ Երկու անծանոթ մարդ իրար հետ վիճում էին, մեկը տվեց մեկին սպանել, դու տեսար, բայց չհայտնեցիր։ Ասպես եղբայր ինձանից ինչ եք ուզում, ոչ սպանողին եմ ճանաչում, ոչ սպանվողին։ Ինչ եք ինձ մեղադրում, ասում եմ ոչ, քո անտարբերության պատճառով հանցագործը մնաց ազատության մեջ։ Հասարակական հարաբերություններում քրեական պատասխանատվության ձեզ չեն ենթարկի, եթե դու արդարացնում ես Լևոն Տեր-Պետրոսյանի արածը, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի, բայց բարոյական պատասխանատվության խնդիր ունես, որ քո անտարբերության պատճառով հանցագործը նստած ալում իշխանության ղեկին եւ որոշում պետության ճակատագիր։ Սա է։ Ամեն մարդ ինքն է որոշում, ինքը համաձայն է այդ սպանությունը, որ ասма գիտակցաբար դիտավորյալ արել ենք, ինչ-ինչ նպատակներով, որ շատ վիճելի է, որ այդ նպատակները ճիշտ են, թե չէ, մանավանդ տարած ժամանակ այդ նպատակը չկար, հետո է ասվել։ Այսինքն, եթե դու այսօր 2025 թվականին արդարացնում ես, դա դու 98 թվականի միամիտը չես, որ Քոչարյանն ես ընտրել։ Դու արդեն այն մարդն ես, որ տեսել ես, թե Քոչարյանն ինչ արել։ Տեսել ես Սերժ Սարգսյանն ինչ արել, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Քեզ դրա համար ասում են, այդքանը իմանալուց հետո, եթե դու պաշտպանում ես, դու ինքդ այդ հանցակից ես դառնում։ Ու եթե չես հասկանում, որ դա այդպես է, այդ նույն անտարբերության համար քրեական հոդված կա։ Ուղղակի քրեական հանցագործության համար։ Մի հոգու սպանելու համար, որ դու անտարբեր ես, քեզ դատում են։ Հազարավոր մարդկանց սպանելու համար, որ դու անտարբեր ես, ուրիշներին ես մեղադրում, ասես քո ինչին է պետք։ Ինչ ես քեզ ճղում։ Ինչ է պատահել։ Հանգիստ համերգ գնացեք էլի։ Այսինքն նույնիսկ մեղադրում եք նրան, ով անտարբեր չի։ Իմ ասածը սա է։ Մի կարճ երկու օրինակ բերեմ, նոր մնացած հարցերին անցնենք։ Առավոտ օրաթերթ 8 դեկտեմբեր 2019 թվական։ Հիմա լրագրողը հարց է տալի։ Ոմանք պնդում են, թե Քոչարյանը լավ կառավարիչ է եղել։ Կառուցել է, ինչու չի գնահատվում։ Իսկ ես պատասխանում եմ։ Ստալինի ռեժիմից էլ բոլորը չէին դժգոհ։
Մի մտավորական ընտանիք ակսորել են Սիբիր, իսկ մի մատնագրի ճղճիմ հեղինակի տվել այդ մտավորականի բնակարանը։ Այդ ստոր արարածի զավակն ինչ լուսավոր է պատկերացրել, չէ Ստալինի ժամանակները։ Ախր իրենք ով էին, որ այդպիսի բարեկեցիկ պայմաններում ապրեին։ Ինչ է Ստալինի ժամանակ չէին կառուցում։ Նույն տրամաբանությամբ կարելի է գնահատել Քոչարյանի ժամանակները։ Ռեժիմի ծառաները լավ էին ապրում։ Ասում են այս կամ այն շինությունը Քոչարյանն է կառուցել։ Չեն ասում նրա օրոք։ Կարծես անձամբ է շաղախն արել, քարը դրել քարի վրա, բայց երբ խոսք է գնում համատարած թալանի, կոռուպցիայի, մարդկանց հանիրավի բանտարկելու, ունեզրկելու ու բռնաճնշումների մասին, պարզում է Քոչարյանն այդ ամենից անտեղյակ է, գերագույն գլխավոր բեղաբարն ինչից է տեղյակ եղել, որ պատասխան տա։ Հիմա էլ այսօր խոսում են, շինարարություն ենք անում, էս ենք անում, ճանապարհ են, մի նենց էլ մուննաթ են գալի, ոնց որ այդ փողը իրանց գրպանից են տալի։ Ժողովրդին դու չես կարա մուննաթ գալ, թե ես քո համար ճանապարհ եմ սարքել, որտեվ այդ ճանապարհի համար ժողովուրդն ա վճարել։ Ժողովուրդը կարա մուննաթ գա, որ դու անորակ ես սարքել, ժամանակին չես սարքել, նպատակային ծախս չես արել, կարող նա պետք է աներ, ոչ թե նա։ Ժողովուրդը իրավունք ունի պահանջատելն է, թե դու իր փողը ոնց ես կառավարել։ Դու իրավունք չունես ասես, տես, այսինքն ինչ է ուզում, պետական բյուջեն լրիվ ուտեիք, ոչ մի բան չանեիք։ Ամեն արածը ցույց տա կերեսով տակ։ Ի՞նչ է կերեսով տալի։ Հիմա շարունակությունը, որ դուք պատկերացնեք, Առավոտ օրաթերթ էլի 4 հուլիս 2019-ն է։ Սա այն դեպքներ, երբ որ ապրիլի 12-ը ինչի մասին որ ասեցի, որ մարդիկ դուրս էին եկել գնային ազգային ժողով վստահության հանրաքվեի հետ կապված նախագահական ընտրությունները, որ սահմանադրական դատանը կասկածի տակ էր դրել, եւ նրանց դեմ զոր քանեց Քոչարյանը 2004 թվականի ապրիլի 12-ին։ Պատիվ եմ ունեցել, ես էլ եմ այնտեղ եղել ժողովրդի մեջ բնական։ Թշնամին նահանջի հումանիտար միջանցք է թողնում, իսկ Բաղրամյան պողոտայում Քոչարյանը կալցո օպերացիա իրականացրեց։ Այսինքն հետևից փակեց, որ մարդիկ չկարողանան փախնել։ Դեմից գալիս են, հետևից փակեցին։ Այսա է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում։ Ովքեր ականատես են գիտեն։ Պարբերաբար հռետորական հարց են բարձրացում, ես եմ ասում, թե Քոչարյանն այդքան կառուցել է, ինչու է նրան ժողովուրդը ատում։ Դե եթե օտար նվաճողի պես ձերոնց բերել ես, ձերոնց նկատի ունեմ Արցախից որ ջոկատեր բերել, ձերոնց բերել ես, որպեսի գահդ պահելու համար Բաղրամյան պողոտայի բնակչին իր տան դիմաց շանսատակ անեն, քեզ ատելու են, եթե անգամ շենքի տանիքներն էլ ասֆալտապատեիր։ Իսպանացիները Լատինական Ամերիկայում չէին կառուցում, բայց դա չի խանգարել նրանց կոնկիստադոր կոչել, նրանց դեմ ազատագրական պայքար մղել, որոշ ժամանակ ավելի վատ ապրել, քան իսպանացիների լծի տակ, բայց անկախ լինել։ Սա էլ ուղղակի այն հարցի պատասխանը բոլոր ժամանակների իշխանավորների, որ հանկարծ եթե մի բան ասում են, սա կատարվել է, ասում են, բա մի լավ բան չես տեսնում։ Այսինքն համարժեք է, հա մարդը կանգնի ասի, ժողովրդին տարել եմ, կոտորել եմ, հետո դուք ինձանից պահանջեք, ասեք, բավա լավ, կոտորել է, այդ հասկացանք, բա մի դրական բան չկա, ասեմ լավ, ժողովուրդ ջան, այդ 4000-ին տարել է, կոտորել է, որպես իրան իրավունք վերապահի ստորագրի, բայց այս ինչ ճանապարհը ասֆալտապատել, այդ թող իրանք ասեն։ Այսինքն դա նրանց սրբագրում, հա։ Այսինքն դա, եթե նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Երևանից մինչև Մարս մոլորակ ասֆալտապատի, միևնույնն է, այդ արյունը, որ ինքը իր ձեռքի վրա է վերցրել եւ ազգային ժողովի ամբիոնից խոստովանել է, դա չի մաքրվի ժողովուրդ ջան։ Եթե դուք այդքանը չեք պատկերացնում, ինձ մի ստիպեք, որ ես դրա մեջ մտնեմ, որտեվ հենց ասեմ դա դրական է, նշանակում է ես պաշտպանում եմ մարդասպանությունը։ Ուրիշը հոդվածի վրա եմ վերցնում։ Էլ ոնց բացատրեմ, որ ավելի ակնհայտ, ավելի հասկանալի լինի։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարում։ Ամենանախագահ Դոնալդ Տրամպը Մեծ Բրիտանիայի ժամանել, Տրամպը Մեծ Բրիտանիայի երկրորդ պետական այցով, որի ընթացքում երկու երկրները ներդրումային համաձայնագրեր կկնքեն։ Տրամպը Վինդզորի ամրոցում կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։
Իհարկե այդ հանդիպումը տեղի ունեցավ նորմալ ձևով, ամեն ինչ տեղին, իհարկե անպայման չի որ պրոտոկոլով արարողակարգով նախատեսված էր որ թագավորի գլխին թագ լներ, պարզ է այդ պահին թագի տեղը չէր, բայց հենց միանգամից աչքս ընկավ, ասի վախից չի դրել, թե չկարողա Տրամպը գլխից վերցնել դներ իր գլխին, սիրմա չէ ինքը տենց բաներ, բախտներս վերել է բայց իհարկե ավելի շատ մտածում են որ այո եթե Կիր Սթարմերի այդ հանդիպման արդյունքում նորմալ սանկցիաների մասին մտածեն ինչ են անելու միասնական արևմտյան քաղաքականություն տանեն Ռուսաստանի դեմ այդ այցելությունը կլինի շատ օգտակար շատ կարևոր որովհետև շատ լուրջ դերակատարություն ունի Մեծ Բրիտանիան այդ հարցերում շատ ակտիվ ու ագրեսիվ դերակատարություն ունի բացարձակապես դրական իմաստով այն դեպքում երբ որ իր քաշը այդպիսին չի ինքը վաղուց կայսրություն չի ու անգամ Եվրամիության անդամ չի որ գոնե ընդհանուր ընտանիքի մեջ ինքը արտոնյալ կարգավիճակով կարողանար այդ հարցերը լուծել շատ լուրջ բեռ անկած իր վրա նույնիսկ երբ որ ներպետական ահագինել խնդիրներ կա դրա համար այս հարցից լուրջ սպասելիքներ ունենք տեսնենք ինչա կատարվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է դադարեն մտածել Ռուսաստանի հետ իրենց ապագա հարաբերությունների մասին եւ սկսեն ավելի շատ մտածել Ուկրաինայի մասին Նրանց կողմից կիրառվող պատժամիջոցների շուրջ սակարկությունների ամեն օրը մեզ համար կյանքեր է արժենում դա անարդար է ասել է Զելենսկին Իհարկե տեսնենք հուսանք որ այնուամենայնիվ Դոնալդ Տրամպը կվերանայի իր վերաբերմունքը խնդիրը սա է երբ որ շատերը ուղղակի ասում են որ ախր ոնց է հույս փայփայում որ կարող է Տրամպը փոխվի ես նախընտրական շրջանից սկսած իմ վերաբերմունքը իմ կարծիքը մարդիկ լսել են Դոնալդ Տրամպի քաղաքականության մասին անգամ նախընտրական շրջանում ինչպիսի խոստումներ էր տալիս ոչ իրատեսական բայց խնդիրը դա չի հիմա ինքն է իշխանության աշխարհի ամենահզոր պետության ղեկը իր ձեռքին աշխարհի հարցերը լուծող պետության ղեկը իր ձեռքին բաումից սպասենք նույնիսկ եթե շատ հարցեր ասելա չի եղել շատ հարցեր այլ կերպ ա եղել գուցե գա ինչ որ մի պահ համենայն դեպս գոնե վերանայի իր վերաբերմունքը որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կտրուկ վերաբերմունքի փոփոխությունը շատ լուրջ կփոխի իրավիճակը աշխարհում ոչ թե մենակ այդ պատերազմում վաղուց ուկրաինական պատերազմը եթե նույնիսկ համաշխարհային պատերազմի չի վերածվի ապա համաշխարհային ազդեցություն ունենալու այդ պատերազմի արդյունքը հետևանքները լինելու է այնպիսին ինչպիսին կլիներ համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգ բաժանված աշխարհի վերաբաժանում ազդեցությունների բաժանում այս կարգի հարց է դրա համար համարենք որ սա երրորդ համաշխարհային պատերազմի հետևանք է ունենալու անկախ թե ով կհաղթի դրա պարագայում եւ բնական բանը շատ զարմանալի կլներ որ բարձ չլներ որ իմ ցանկությունը որն է Ռուսաստանը այո պետք է այդ պատերազմում փառթվի եթե Ռուսաստանը չպարտվեց ցանկացած ագրեսոր մտածել է որ ինքը բոնուս ստացավ եթե ինքն էլ մի բան գրավի հետո նստի բանակցության հաստատ այդ արդեն իրանն է իսկ մենք տարածքներ ենք կորցրել Ադրբեջանը մեր տարածքը մտել ոչ միայն ցանկություն չունի դուրս գալու այլ արդեն Նիկոլ Փաշինյանը արդարացնում է որ Ադրբեջանը մտել է այն պատճառով որտեղ մենք չէինք ճանաչել մեր տարածքը դրա համար ինքը մտա մենք ենք մեղավոր որ մտել է Եվ բացի դրանից էլ արդեն մի հատ էլ ասեց, բա գիտեք, մեր վերահսկողության տակ էլ տարածքներ կա ադրբեջանական, ոչինչ, թողეთ էլ իր վերահսկողության տակ լինի։ Վերջում բոլորն իրար հետ կլուծենք, իսկ սահմանազատումը կարող է տեղի տասնամյակներ։ Ինչպես տեսնում եք, անգամ երկրներ, որոնց այդ խնդիր չկա, այդ սահմանազատումը դեռ ավարտված չի։ Ուր մնաց թե Ադրբեջանի հետ դա շատ արագ տեղի ունենա։ Այդ այս պատճառով սա արդեն Նիկոլ Փաշինյանը արդարացնում է թե ինչի ինքը պահանջատեր չի մեր տարածքների նկատմամբ, որովհետև նրանք էլ ունեն մեր վերահսկողության տակ պահանջ։ Նրանք գրավել են, նրանք օկուպանտ չեն, ժողովուրդ ջան, նրանք ուղղակի տեսել են Հայաստանը իր տարածքը չի ճանաչում, ասել են դե դու չես ճանաչում, մտնենք վերցնենք։ Սենց պարզաբանում անելը Նիկոլ Փաշինյանի դա ամենավերջի սրիկայությունն էր հասկանում եք մարդը արդարացնում ասում քանի որ մենք չենք ասել որ մեր տարածքը 29743-ա դրա համար Ադրբեջանը մտավ վերցրեց էսա ժողովուրդ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով
Եթե Ուկրաինայի որևէ հատվածում տեղակայվեն խաղաղապահներ եւ նրանց գործունեությունը ուղեկցվի Արևմուտքի անվտանգության երաշխիքներով ուղղված Ռուսաստանի դեմ, դա կնշանակի մեկ բան՝ Արևմուտքը օկուպացրել է Ուկրաինան, ընդգծել է Լավրովը։ Անգրագետ չի, չէ՞ Լավրովը, որ մտածենք չի հասկանում ինչ է ասում։ Իրանց մեջների ամենափորձառուն է։ Ինչ է նշանակում Ուկրաինան դիմում է, որ դուք գաք Իրան օգնեք, դա կոչվում է օկուպացիա։ Այսինքն դու մտել ես ուրիշի տարածքը, դու օկուպանտ չես։ Բայց որ ուրիշը գալիս է այն չգրաված տարածքում, այդ պետության խնդրանքով, որ պաշտպանի այդ տարածքը, որ դու առաջ չգաս, օկուպացրել է։ Կամ համարում ես, որ օտարի զորքը մտավ նույնիսկ քո կամքով, դա նշանակում է օկուպացիա, բայց ինչ գործ ունի 102-րդ բազան Հայաստանում։ Հիմա դու օկուպացրել ես Հայաստանը, որ Պուտինն էլ կանգնում ասում այնտեղ, որտեղ մենք զորք ունենք, աշխարհը որտեղ էլ մեր զորքը կա, այդ մեր տարածքն է։ Դանեն չի որ շարժ են կանում այդ մարդու վրա։ Ինքը հրապարակային ասել է, մարդիկ էլ լսել են։ Կարակ որոնում տակ գտնեք նորից նայեք։ Այս վերաբերմունքը հոչի վերաբերվում մենակ Ուկրաինային։ Այս մարդկանց պատկերացումը դա է։ Այսինքն եթե դու մեկին դիմում ես, որ գալիս է քեզ օգնության, ուրեմն նա գալիս է օկուպացնում է քո տարածքը։ Բայց եթե դու մտնում ես օկուպացնում ես, մեղավորը նա է։ Իսկ ինչու է ինքը ուրիշին կանչում, որ չթողի մի հատ էլ օկուպացնենք։ Ավելի եթե դու համաձայն ես խաղաղության, փաստացի այն գիծը, որ կա շփման, այդ գծի վրա կանգնում եք։ Նույնիսկ իրավաբանորեն չճանաչելով այդ տարածքը, որը Ռուսաստանինն է, Ուկրաինան համաձայն է փաստորեն ճանաչի այդ տարածքը, որ Ռուսաստանի կա, որովհետև ինքը այս պահին ի վիճակի չի այդ տարածքը ազատել պատերազմով։ Համաձայն է զինադադարի այդ վիճակը ֆիքսելով։ Բայց նույնիսկ այդ պարագայում, ասում ես, եթե տակը ինչ մնացել է, այնտեղ զորք չբերես պահես։ Հենց զորք բերեցիր, պահեցիր, դա կնշանակի, որ դրանք դառնալու են օրինական թիրախ։ Նույն Լավրովն է ասում, մենակ լավ Մեդվեդևն էր ասում են, դե լավ Մեդվեդևն է ասում, բայց Լավրովն է արտգործ նախարար, ասում է, այդ զորքերը կդառնան մեզ համար օրինական թիրախ։ Իսկ ինչի՞ պիտի հարվածես այդ օրինական թիրախին, որը եկել է այդ մարդու սուվերեն պետության տարածքում բազա է դրել։ Ինչի՞ չես հարվածում Ֆինլանդիային, Շվեդիային, Նորվեգիային, Լեհաստանին, ինչի՞ չես հարվածում։ Բայց ինչ ես գտնում, որ Ուկրաինային կարաս հարվածես։ Իր սուվերեն տարածքում զորք բերելու։ Սա մենակ Ուկրաինային չի վերաբերվում։ Եվ այս երկրի հետ կապված մեր իշխանություններն ասում ամեն ինչ պետք է անենք նրան հետ ավելի ջերմ հարաբերություններ ունենանք։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ շուտով կներկայացվի Ռուսաստանի դեմ նոր 19-րդ պատժամիջոցի փաթեթը։ Պատժամիջոցները կսպառնան հատկապես կրիպտո արժույթներին, բանկերին եւ էներգետիկ ոլորտին։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել ուժեղացնելու տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի պատերազմական տնտեսությունը սնվում է հանածո վառելիքից ստացված եկամուտներով, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայում շարունակվող արյունահեղությունը։ Պատերազմին վերջ տալու համար հանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներմուծման դադարեցումը, ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հայտարարության մեջ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իհարկե նաև նշել է, որ շատ հաջող զրույց է ունեցել Դոնալդ Տրամփի հետ, եւ Տրամփը իրանք այս 19-րդ փաթեթը պատժամիջոցները մի քիչ հետաձգեցին մի քանի օր, որովհետեւ Տրամփն ասում է, եթե մենք համատեղ ենք գործելու, ապա դուք ինչի եք թույլ տալիս, որ Եվրամիության անդամ երկրները նավթ ստանան Ռուսաստանից, բայց դա հենց այն երկրներն են, որոնք ընդհանրապես համաեվրոպական ծրագրին դեմ էին գնում եւ շատ ոգեւորված էին Դոնալդ Տրամփի ընտրվելով։ Ի նկատի ունեմ եւ Հունգարիան նրա վարչապետը Վիկտոր Օրբանը եւ Սլովակիան Ռոբերտ Ֆիցոն, բայց բարեբախտաբար հիմա Եվրոմիության համար շատ ձեռնտու է, որ Դոնալդ Տրամփը դնի մի այնպիսի նախապայման, մի այնպիսի ուլտիմատում, որը բխում է իրանց շահերից։ Այսինքն այդ երկու պետությունը, որոնք համաեվրոպական ծրագրին դեմ էին գնում, իրանց թվում էր դրանով ժեստ են անում Տրամփին,
Հիմա Տրամպը ասում է փակեք այդ նավթը, այլապես մենք համատեղ չենք գործի սանկցիաների հարցում։ Այս երկու երկրներն էին, որ ժեստեր էին անում Ռուսաստանին, իրանք ասենք համարվում են Ռուսաստանի պուճուր եղբայրները Եվրոպայում, հիմա ստացվեց այնպես, որ Դոնալդ Տրամպը, որ ավելի ազդեցիկ ու ուժեղ պետությունների հետ, որոնք համակարգված ձևով իր հետ աշխատում էին, հարաբերվեց, հասկացա, որ ավելի լավ է այդ ուժեղների հետ գործընկեր լինել, ոչ թե այս ուժեղների դեմ դուսեկած այս երկուսի։ Հիմա այս երկուսը, որոնք որ իրանց թվում էր պետք է ներողություն, շահեկան վիճակում լինեն, ավելի անհարմար վիճակում հայտնվեցին։ Reuters-ը հայտնում է, նոր սխեմայի շրջանակներում Ուկրաինայի համար ԱՄՆ սպառազինությունների առաջին փաթեթները հավանության են արժանացել Սպիտակ տան կողմից եւ շուտով կարող են ուղարկվել Կիև։ Սա ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված նոր մեխանիզմի օգտագործման առաջին դեպքն է։ Ուկրաինային արևմտյան պաշարներից զենք մատակարարելու համար օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների միջոցները։ Պենտագոնի ղեկավարի քաղաքականության հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին հավանություն է տվել մինչև երկու մատակարարների յուրաքանչյուր $500 միլիոն արժողությամբ նոր մեխանիզմի շրջանակներում։ Իր պատվերը տալու է Ուկրաինան, որովհետև դրա համար վճարում են, այսինքն նորմալ են ինչ-որ իրանց անհրաժեշտ է, որ դա ստանան, նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքը չի գումարը տալիս, բայց այն զենքերը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանում են, շատ արդյունավետ զենքեր են, դա հաստատ չի կարող Ուկրաինան փոխարինել եվրոպական համանման զենքերով։ Չնայած Եվրոպան ինչ-որ վիճակի է անում, Ուկրաինան ինքն է սեփական արտադրություն դրել, շատ հարցերում անգամ Ուկրաինան օգնում իր գործընկերներին, որ իմանան ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն, նաև համատեղ ձեռնարկություններ են անում, բայց եւ միևնույն ժամանակ անգնահատելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքերը, բայց հիմա մենակ այդ չի որ սպասում են, որ Դոնալդ Տրամպը ավելի ակտիվ քայլեր անի այդ ուղղությամբ, այլապես եթե Դոնալդ Տրամպը այդ ակտիվ քայլերի չգնա, անընդհատ պետք է փորձի Ռուսաստանը ձգել այս պատերազմը, ինչքան որ իրան հաջողվի, որովհետև դրանով է իրան հաջողվում իր ժողովրդին ասի, բա պատերազմի մեջ ենք, բա պետք է մի քիչ էլ վատ ապրեք, ինչ ա եղել որ, բա պատերազմի մեջ ենք, բա ինչ եք ուզում լինի։ Որոշ ապրանքներ պակասում են խանութում, դե լավ, ոչի Ջորջ ջան, յոլա գնացեք, բա պատերազմ է։ Այսինքն 21-րդ դարում քու բնակչի ուզածը չես կարողանում ապահովես, նրան ասում ես, դե չեմ կարողանում, որովհետև պատերազմ է, հող են վերցնում մեզ համար։ Բա այն մնացածն ինչ ես անում։ Այդ մնացած հողերն արդեն անենց ես մշակել, վարել, ցանել, անենց ինտենսիվ տնտեսություն ես վարում, անենց արդյունաբերություն, անենց գյուղատնտեսություն, որ ուղղակի մի քիչ քչություն անում, էլի, մնում է գնաս մի քիչ Ուկրաինայից վերցնես։ Էներ, քանի կար ասում էր, որ Ուկրաինայից վերցնենք, այնտեղ օգտակար բաներ կա։ Անենց է ավիրում, որ ինչն ես վերականգնելու։ Անենց ես ավիրես, କି չես կարող օգտակար հանածո հողից անես։ Այդ հողի մեջ այնքան տեխնիկա կա։ Մի մասը պայթած, մի մասը չպայթած։ Այն չհետում ես խափում, որ ուկրաինական տարածքները շատ արդյունավետ տարածքներ են վերցնելու, որոնք մեզ պետք է։ Այն ինչ որ մի 10 տարի առաջ վերցրել ես, գոնե այնտեղ առանց կրակելու ինչ որ բաներ վերցրեցիր, հասկացանք, բայց հիմա ամեն միլիմետրը, ամեն մետրն ու ամեն կիլոմետրը արյուն է, ավերածություն է։ Դա ոչ մի բանի պիտանի չի, դա ուղղակի փչացնում ես, արդարացնելու համար, թե ինչի է քո քաղաքացին վատ ապրում։ Սա է, ու գիտեք որն է հարցը, բա դա մեր գործընկերն է։ Եթե Հայաստանը իր վերաբերմունքը չի վերանայում, դու ագրեսորի գործընկերն ես։ Ինչ որևէ հարաբերություն փոխվել է Ռուսաստանի նկատմամբ։ Կամ որ Տրամպը այսօր սենց երջանիկ սենց հայտարարություն էր անում։ Հայաստանի վերաբերմունքը Ռուսաստանի կամ նրա ղեկավարած կառույցների նկատմամբ փոխվել է։ Ինչ որ մի բան գիտեք, որը մենք չգիտենք, ասեք իմանանք, Ջորջ ջան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է. մենք որպես մուսուլմաններ մեկ քայլով չենք նահանջի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Երուսաղեմի սուրբ քաղաքը պղծվի անարժան ձեռքերի կողմից։ Հիմա նորից էս հարցին երեգել անդրադարձանք, հարցը ինչու՞մ է։ Ուր է իր քիթը խոթում Թուրքիան։ Հասկացանք,
400 տարի եղել է Թուրքիայի ազդեցության տակ, հետո բա դա են առաջում, բա այն 4000 տարին, հեչ, բոլոր իրանք իրավունք են վերապահում կանգնեն ասեն մենք սա թույլ չենք տա, թույլ չենք տա, դա մեր տարածքն է, ու սա հո մենակ չի վերաբերում Երուսաղեմին, Երուսաղեմի հարցը Իսրայելը կլուծի, կամ չի լուծի, դա իր խնդիրն է, բայց դու եթե կանգնում ասում ես մենք 400 տարի ղեկավարել ենք դա մերն է, նշանակում է դու չես ընդունում նաև ՄԱԿ-ի որոշումը, չէ, բա հիմա այսօր դեմ եք տվել ՄԱԿ-ի որոշումն ասում եք, չէ որ ՄԱԿ-ը որոշել էր 47 թվականի նոյեմբերի 29-ին, որ ճանաչի երկու պետություն, Պաղեստին պետությունն էլ։ Հիմա դրա համար կռիվ եք տալի այդ ՄԱԿ-ի որոշման համար։ Բա դուք այդ ՄԱԿ-ի որոշումը ճանաչում եք։ Բա ինչ կապ ունի, թե դու քանի տարի ես Երուսաղեմը գրաված եղել, եթե դրանից հետո ՄԱԿ-ը որոշում է կայացրել եւ բաժանել է այդ տարածքը հրեաների եւ արաբների համար, իսկ այդ արևելյան Երուսաղեմի վրա էլ ՄԱԿ-ը իր վերահսկողությունն էր սահմանել։ Հիմա դա ումն է, ասես իմն է։ Ոնց է քոնը։ Եթե պատմականով նայենք, հազարամյակներով իրար ձեռից ձեռ անցել։ Ու եթե պետություններ գործել է, ոչ թե ինչ որ մեկը գրավել է, այդ եղել է հրեական պետության մայրաքաղաք։ Եթե պատմականորեն ենք նայում։ Եթե նայում ենք իրավական առումով, դու դե ինչ կապ ունես։ Այդ տարածքի վրա բրիտանական մանդատ է եղել, որը տվել է ազգերի լիգան։ Ազգերի լիգան էլ վերացել է բրիտանական մանդատը Բրիտանիան տալ գցել է ՄԱԿ-ի առաջ, ասել է խնդրում եմ այդ որոշումը կայացրեք, ինչ այդ գլխացավանքից ինձ բրծացրեք։ Որոշումը կայացել են երկու պետություն են ստեղծել։ Թուրքիա դու ինչ կապ ունես։ Պատմականորեն դա քոնը չի, որովհետև եթե տենց եղավ, շատ էլ է դրա վրա ուրեմն հավակնություններ կարող են ունենալ։ Իրավական առումով քոնը չի։ Բայց եթե Թուրքիան գտնում է, որ մի բանի նկատմամբ իրան չի հետաքրքրում ՄԱԿ-ի որոշում կամ այս կողմ կամ այն կողմ, ուրեմն ինքը նույն ձևի արդարացնում են, որ Ադրբեջանը կարող է ասի արևմտյան Ադրբեջան ու նկատի ունենա Հայաստանը, եւ չգիտես որ թվի ինչ որ քարտեզ բերի, ասի, բայց այս ինչ ժամանակ, այս ինչ տարածքը մեզ է պատկանում։ Հետո նույնիսկ եթե համարենք տենց է, հետո ինչ։ Դա քեզ իրավունք է տալիս ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության տարածքի նկատմամբ ոտնձգություն ունենաս։ Չնայած այդպես չի, իր պահանջը լրիվ աբսուրդ է։ Բայց նույնիսկ մի հատ հիմք պետք է լինի, եթե պատմականորեն ենք նայում, պատմական հետ ենք նայում, Հայաստանը որ կար, դուք ընդհանրապես չկայիք։ Եթե իրավական առումով ենք նայում միջազգային իրավունքի տեսանկյունից, առավել ևս դուք չեք կարա տենց, առավել ևս եթե խոսքը վերաբերվում է, բա մի րոպե մի հատ հարց է ծագում։ Եթե իսկապես Ալմաթի հռչակագիրը տենց առանցքային դերակատարություն ունի, եւ այդ Ալմաթի հռչակագիրը ստորագրել է թե Հայաստանը, թե Ադրբեջանը, եւ փոխադարձաբար ճանաչել են իրենց տարածքային ամբողջականությունը, բա ինչ կապ ունի, թե այսօր Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը կճանաչի, թե չէ։ Եթե արդեն կա փաստաթուղթ, որով ճանաչել է։ Ինչ է այդ փաստաթուղթը ուժի մեջ, չի այլևս։ Վերահաստատելու կարիք կա։ Ինչի համար է առաջանում վերահաստատելու կարիք։ Եթե արդեն ինքը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը։ Բա որպես գործընկեր գնացին ապա ստեղծեցին, ամբողջ իմաստը դա էր, որ այդ հռչակագիրը ստորագրեին եւ իրար հետ որոշեին հարաբերությունները։ Որոշածա չէ։ Բա որոշածից հետո ինքն չի ասում գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան։ Եթե իմ ուզածը տակ, լավ, չեմ ասի Արևմտյան Ադրբեջան, լավ։ Իսկ եթե չէ, կշարունակեմ պնդել։ Եթե իմ ուզածը չտակ, կասեմ 300,000 ադրբեջանցի պետք է գա իր պատմական հողում ապրի, դա իր պատմական հողն է։ Չէ, եթե իմ ուզածը կտակ, դե լավ, կարամ այսօր չպնդեմ։ Եթե իմ ուզածը կտակ, լավ, կարամ չպնդեմ այդ 150 միլիարդի հայտը չներկայացնեմ, որ ձեզանից փող ուզեմ որպես օկուպանտ։
Այսինքն եթե ինքը ճանաչողը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հիմք ընդունելով Ալմատիի փաստաթուղթը, այն Ալմատիի փաստաթուղթով ճանաչել է, բա մենք էլ ինչ խնդրեմ ունենք որ։ Բայց նույնիսկ այդ պարագայում ինքը չի հարգում, չէ՞ իր ստորագրածը։ Բայց այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը մեզ է մեղադրում։ Դե ախր դե մենք որ մենք չճանաչեցինք, այդ կադաստրի թուղթը կախված է Ադրբեջանից։ Ավելի աբսուրդ բան, քան վերահաստատել մի բան, որը արդեն ստորագրած է, ու ասել, որ նախորդ անգամ որ ստորագրել ենք, ինքը կարար դա չկատարեր, որտեղ մենք, այսինքն մենք հայտարարել ենք, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, պարզվում է, մենք դա որ ասել ենք, մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչել Նիկոլ Փաշինյանի դատարկ գլխով։ Այսինքն ուրիշ պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց որ մերի քառակուսի կիլոմետրը չենք ասել, մերինը չենք ճանաչել, դրա համար Ադրբեջանը մտավ ու վերցրեց։ Ես այն չեմ ասում։ Այն նույն բանի համար, որ ասում է բավական է հիմա Ադրբեջանը ստորագրել է, որ ինքը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերջ։ Բայց Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է մի փաստաթղթի հիման վրա, որով ինքը արդեն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչել էր։ Բան չի չէր կատարում։ Բան ինչ երաշխիք, որ հիմա պետք է կատարի։ Դուք պատկերացնում եք դա որն է, որ հիմա մի հատ օրենք ընդունես եւ ասես վերահաստատում ենք անցյալ տարվա ընդունած օրենքը։ Եկող տարի մի հատ էլ օրենք ընդունես, վերահաստատենք այս վերահաստատածը։ Եթե հիմքը դրված է մի փաստաթուղթ, որը արդեն ստորագրած է, ուժի մեջ գոյություն ունեցող փաստաթուղթ։ Բայց ինչ իրավունքով էր Ադրբեջանը այդ թուղթը ձեռը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն անում։ Որ հիմա մտածենք, որ հիմա չի անելու, բայց շարունակելու է զինվել։ Հիմա էլ Տրամպը արդեն ասել է խաղաղությունը ամեն ինչ նորմալ է, իսկ վաղը իրավիճակ փոխվեց։ Եվ մեր ժողովրդին էլ տրամադրեցին գնում ենք խաղաղության։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։